Նոր տարի, սիրո, համերաշխության և մաքրության տոն։ Բայց այդ ուրիշ երկրներում, իսկ մեզ մոտ Այս տարի մենակ դեսերտի սեղան եմ դնելու։ Ես ոչ մի բան չեմ անելու։ Զզվել եմ այս ամեն ինչից։ Մենք գիշեր ընտանիքով կնստենք ու վերջ։ Բայց դեկտեմբերի 20-ից սկսվում է համահայկական, գլադիատորական, հարևանների աչքը հանեմ, բարեկամներին նախանձից պայթացնեմ օլիմպիական առևտրաբազկը։ Ժողովուրդ, այնքան առևտուր ենք անում, որ թաղի մինի մարկետը նոր տարուց հետո դառնում է սուպերմարկետ։ Ամանորը դա հեքիաթային տոն է։ Հեքիաթը։ Ինչի է մեզ մոտ Հայաստանում այդ հեքիաթային տոնը վերածվում կռնատ աղջիկ հեքիաթի։ Այդ առևտուրից հետո ուզում ես թևերդ կտրես, գնաս անտառում կորես։ Չնայած հիմա մի փոքր փոխվել է։ Նոր տարին դրսում ենք նշում։ Մի հարևանը Դուբայ է գնում, մի հարևանը Տանզանիա է գնում, մենակ դու ես, որ տանը նստած, նախանձից վարի ես գնում։ Էլ չեմ ասում Secret Santa-ները։ Հարսը կիսուրին Դևիշորա նվիրում, տալը հարսին Մուննաթ նվիրում, ամուսինը կնոջը iPhone 17 նվիրում, կինը ամուսնուն հիստերիա նվիրում, որովհետև ես մի տերաբայթանոց էի ուզել, էս ինչ ես առել։ Մենակ պապանա, որ չգիտի ում ինչ է առել, որովհետև իր տեղը մաման արդեն առել է։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ժողովուրդ ջան, ամանորը ամեն ինչ մաքուր ու նոր էջից սկսելու շանսը։ Ու ոնց որ ասում էր այն թափցի գիտնական Հենզել Վաշինգտոնը հայերի մասին, այդ նոր էջը խզբզոցով մի սկսեք։ Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ։